Շնորհակալություն, ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի փոխոցնակներ, հարգելի գործընկերներ։ Պարոն Մեսրոպ Մանուկյանը ցավոք էստեղ չի, հուսամ մեզ հետևում է, որտեղ այստեղից performance ցուցադրեց, շատ հետաքրքիր էր, վերևում նայում էինք, անչափ հետաքրքիր էր, խոսեց այդ performance-ի ընթացքում նաև մարդու իրավունքներից, քաղբանտարկյալներից ու մնացածից։ Խնդրում եմ օպերատորներին մոտիկացնեն, մի քիչ զում անեն, մի հետաքրքիր performance էլ ես եմ պատրաստել։ Հատուկ մեր են քաղաքացիների համար, ովքեր տեսողական խնդիրներ ունեն, տեսանյութում տղամարդ է, որի վզից ջնջիլ է գցած, եւ նրան մի ուրիշ տղամարդ ման է ածում, տանում է ջուր խմելու, հետո տանում է ուրիշ տեղ։ Այս տեսանյութը դուք էլ նայեք, Հայաստան խմբակցություն նայեք, լավ նայեք։ Այս տեսանյութը նկարահանվել է 2000 թվականին, նայում եք։ 2000 թվականին գեներալ Մանվել Գրիգորյանի ապարանքներում, իդեպ Մանվել Գրիգորյանը մահացած է, չի ուզում իր մասին խոսել, բայց իր նախկին օգնական այստեղից որ performance-ներ է անում, չեմ կարողանում ինձ զսպել։ Այս տեսանյութի մարդը գիտեք ով է, այս որ վզից ջնջիլ է գցած ու ձեր գործընկերոջ ղեկավարը ման է տալի։ Գիտեք ով է։ Աշոտ Իսախանյան, ազատամարտիկ, 90-ից 94 թվականներին մասնակցել է Ղարաբաղյան առաջին պատերազմին, 5 անգամ վիրավորվել է, ինչի համար, որ գա ու ձեր գերագույն ղեկավարի Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին, ձեր գործընկերոջ ղեկավարը Մանվել Գրիգորյանը իր ախրանայի հետ վզից ջնջիլը գցի, տանի ջուր խմելու, տանի բանել, Սևակ Խաչատրյանը Էջմիածնից է, չէ, այստեղ չի, օրինակ ուզում էի Սևակ Խաչատրյանին հարցնեի, հեչեղել է, որ Էջմիածնով քայլեք ու տեսնեք, որ Մանվելի ախրանան փողոցով վզից ջնջիլը գցած մարդ է ման տալի, ասենք, եղել է տենց դրվագ ձեր կյանքում Էջմիածնում, թե չի եղել։ Հարգելի Հանրապետական կուսակցության նախկին ու գուցեև ներկա անդամներ, sense դրվագներ տեսել եք, առնչվել եք։ Պարոն Ղազարյան, Հանրապետական կուսակցության անդամ եք եղել, են մի հատ ելույթ ունեք, ասում եք, մենք հանրապետականն ենք, ուժեղ, չգիտեմ ինչ ուժ, էս է եղել ձեր ուժը, էս է եղել ձեր ուժը։ Մարդու իրավունքների մասին ձեր պատկերացումները գալիս հանգում են այս ջնջիլին։ Երբ որ դուք գալի մեզ այստեղ մեղադրում եք մարդու իրավունքները խաթարելու մեջ, երբ որ դուք այստեղ գալի մեզ մեղադրում եք ինչ-որ բանի մեջ, միշտ հիշեք։ Մենք քանդել ենք մարդկանց վզին ձեր կողմից գցած շղթաները։ Ընդ որում բառի ոչ միայն փոխաբերական, այլ նաև ուղիղ իմաստով։ Ուղիղ իմաստով ժողովուրդ հասկանում եք, սա 21-րդ դարում տեղի ունեցած բան է։ Հիմա աֆրիկյան երկրներում, երբ որ խոսում են ստրկատիրության կամ բանի մասին, դեռ տեսանյութեր են ցույց տալի, բան են անում, քանի 100 տարի առաջվա։ Դուք այս ամեն ինչը Հայաստանում արել եք 2000 թվականին։ Ու նկարել եք, հասկանում եք, նկարել եք, որ հետո նայեք, էլի դա ինչ որ սադիստական ուրիշ բան է, որ բան արվի, որ հիշեք, որ հիշողությունը լինի, լավ հուշ լինի, օրինակ մենք ընկերներով միտեղ, չգիտեմ, գնում ենք ռեստորան, միտեղ նստում ենք, մի բան ենք նշում, նկարվում ենք, որ հիշենք, դուք ես եք նկարել։ Ձեր լավ հիշողությունը էս է ձեր լավ հիշողությունը։ Ձեր այդ բանը, որ մարդ ես նոստալգիկ նայում ես, ուզում ես մի լավ բան հիշես, էս է ձեր այդ լավ հիշողությունը։ Տիկին Գրիգորյան, դուք էս խմբակցության ղեկավարն եք։ Պարոն Կարապետյան, ձեր խմբակցության կեսը ստեղից է։ Այստեղից է ձեր խմբակցության կեսը։ Պարոն Ֆարմանյանը, վերադառնալով պարոն Ֆարմանյանին, ասում է, ես իմ անձնական կարծիքը երբեք չեմ փոխում, ճիշտ է։ Ստեղից հայտարարեցիք։ Դա հայտարարելու հետ մի քանի րոպեվա տարբերությամբ արել եք հետևյալ հայտարարությունները։ Կոռուպցիոն դրսևորումներ պեկում չեք տեսել եւ դրանց մասին չեք լսել։ Ասել եք նաև ձեր անձնական կարծիքի շրջանակներում, որ ապօրինի գույքի բռնագանցման մասին օրենքը ական է տնտեսության տակ։ Այդ էջը անցյալի էջը պետք է փակել։ Ասել եք, փաստացի դուք ձեր կարծիքը ունեք, որը երբեք չեք փոխում եւ չեք էլ փոխելու ապագայում։ Այստեղ շատ խոսվեց մեր ցուցակի 122-րդ համարի մասին, որը իդեպ, երբ որ մարդու մասին խոսում եք ու ինչ-որ տենց performance եք ներկայացնում, գոնե իր զբաղեցրած պաշտոնը ճիշտ կարդալ իմացեք։ Կա մաքսային հսկողություն եւ կա մաքսային վերահսկողություն։ Ու պարոն Ֆարմանյանը, ինձ թվում է, ձեզ կբացատրի դրանց տարբերությունները։ Օրինակ, գիտեք որն է տարբերությունը, եթե ձեզ թվում է, թե մենք մենակ ձեր հետ ենք sense հարցազրույց ունեցել, չէ, մենք մեր ցուցակը կազմելիս ավելի սուր հարցերով հարցազրույց ունեցել ենք պարոն Սաղոյանի հետ։
Եվ ի տարբերություն ձեզ, որ այստեղից հայտարարեցիք, թե պեկում կոռուպցիայի մասին չեք լսել եւ չեք տեսել։ Պարոն Սաղոյանը ասել է, որ այո, իհարկե, եղել է այնտեղ կոռուպցիա։ Ասել եմ ինչ-որ մի հատ դրվագ նկարագրեք։ Այո, հիմա նկարագրել է այս մարդը հետեւյալ դրվագ։ Օրինակ, էլի հիպոթետիկ օրինակ է, պարոն Ֆարմանյան։ Օրինակ, Պեկ Պաշտոնյան զբաղեցնում է ղեկավար պաշտոն Մաքսատներից մեկում, օրինակ Զվարթնոցում, դուք Զվարթնոցում ղեկավար պաշտոն եք, չէ՞, զբաղեցրել։ Զուգադիպում է, էլի հիպոթետիկ օրինակ է, պարոն Ֆարման։ Համատեղության կարգով մարդը ունի եւ կամ իր ընտանիքը ունի մաքսային բրոկերական ընկերություն։ Ձեր ընկերությունը բրոկերական մաքսային ընկերություններ չէ, պարոն Ֆարման։ Համատեղության կարգով հիպոթետիկ օրինակ է, խնդրում եմ բան չանեք։ Հիմա այդ ղեկավար պաշտոնյան, որը իդեպ ստորագրում է հենց բուն մաքսային զննության թղթերի տակ, օրինակ ոնց է ալնում հարգելի քաղաքացիներ, բերում է ինչ-որ մեկը ներմուծում է այս բաժակները։ Այդ մաքսային հսկողության պետը, ինչ էր կամ այդ պաշտոնյանը, մաքսատան պետը որպես այդպեսին ունի շատ լայն շրջանակ։ Կարա սա մաքսազերծի օրինակ 5 եվրոյով, կարա մաքսազերծի 10 եվրոյով, կան տենց մի շարք ապրանքներ։ Հիմա այդ նկարագրված կոռուպցիոն սխեմայի ընթացքում տեսեք ինչ անում այս պաշտոնյան, որը համատեղության կարգով ունի բրոկերական ծառայություն։ Այն բաժակները, որոնք ներմուծողը դիմել է իր բրոկերական ընկերությունը, մաքսազերծում է 5 եվրոյով, պարոն Ֆարմանյան, այն բաժակները, որը ուրիշ բրոկերական ընկերությունով է եկել, մաքսազերծում է 10 եվրոյով։ Սխեմա է, չէ՞։ Սենց բան եղել է, օրինակ, ձեր պաշտոնավարման տարիներին, պարոն Ֆարմանյան, սենց սխեմա աշխատել է, թե չէ։ Ինձ թվում է, ոնց է չլինի աշխատած կլինի այսպիսի սխեմա, չնայած չեմ պնդում, որ դուք լինելով մաքսատանը ղեկավար պաշտոն զբաղեցնող անձ, որը համատեղության կարգով նաև ունեցել է բրոկերական մաքսային ընկերություն, նման բանով զբաղվել, քավլիցի նման պնդում չեմ անում, պարոն Ֆարմանյան, վստահ եմ մեր քաղաքացիների ոչ մեկի մտքով էլ չանցավ նման բան, որ դուք կարող նման բան արած լինեիք։ Բայց ինչևէ, սիրելի քաղաքացիներ, ինչի մասին է այս ամբողջը։ Ինչի մասին է այս ամբողջը։ Պարոն Կարապետյան, ես վստահ եմ, որ դուք այստեղ ներկայացնում եք ձեր լավագույն տեխնացուներին ինչ-որ պաշտոններում։ Եվ եթե ձեր լավագույն տեխնացուները, օրինակ պարոն Ֆարմանյանն են, իմ մոտ շատ հարցեր են առաջանում։ Որովհետև ընդամենը մի նիստ տևեց, որպեսզի այսպիսի հետաքրքիր եզրահանգումների մենք գանք։ Շատ հետաքրքիր եզրահանգումներ։ Ես իհարկե հասկանում եմ, թե դուք ինչ եք փորձում անել ընդհանուր գլոբալ քաղաքական առումով։ Դուք փորձում եք կրկնել այն բոլոր թեզերը, որոնք որ մենք ասում ենք, թրիփի մասով։ Դուք փորձում եք կրկնել այդ թեզերը ապօրինի գույքի բռնագանձման մասով։ Դուք ունեք շատ լավ աշխատող back office, նստած այն իսրայելցի քաղտեխնոլոգները, եթե դեռ աշխատում են կամ չեն աշխատում, չգիտեմ, բայց այնուամենայնիվ այդ մարդիկ աշխատում են, այդ մարդիկ ձեզ տալիս են այդ թեզերը, բայց խնդիրը գիտեք որն է, պարոն Կարապետյան։ Խնդիրը արժեքային անհամատեղելիությունն է, որտեղ ինչքան էլ իրանք ձեզ թեզերը գրեն ու ճիշտ տան, միևնույն է պարոն Ֆարմանյանը, երբ որ ստեղ է իրան համապատրաստից հարց է գալի, ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքին ո՞նց է վերաբերվում։ Պարոն Ֆարմանյանը միանշանակ ասել է՝ «Վատ, դա պետք է չեղարկել, ոնց, բա այն մեր ղեկավար Գագիկ Խաչատրյանից տները վեկալ եք, ես չեմ հասկանում»։ Այդտենց է ալնելու, պարոն Կարապետյան, այդքանը հիշել չի լինի, որտեղ մեր դեպքում, երբ որ մենք այդ ամեն ինչը ասում ենք, մենք դրան եկել ենք օրգանիկ ճանապարհով։ Դա մեր գաղափարախոսությունն է, մենք դրա շուրջ ենք հավաքված։ Դուք չէ, դուք դրա շուրջ չեք հավաքված, ձեր խմբակցությունը դրա շուրջ չի հավաքված։ Ձեր խմբակցությունը հավաքված է նրա շուրջ, որ ձեր հորեղբայրը ունի շատ փող, ունի շատ ընկերություններ եւ ձեր խմբակցության մեծ մասը աշխատել է այնտեղ։ Դրա շուրջ է հավաքված ձեր խմբակցությունը։ Ու հիմա այս համաբանը ինքը չի աշխատելու այս համակարգը։ Առաջիկայում էլ չի աշխատելու, որտեղ էլի եմ ասում, սա ձևացնել չի լինի։ Անհնար է ուղղակի ֆիզիկապես սա ձևացնել։ Բայց պարոն Ֆարմանյան, այս հիպոթետիկ օրինակների մասին եկեք ասեք, էլ հեչ եղել է, որ իմանաք։ Մարդը մաքսատանը ղեկավար պաշտոն է զբաղեցնում, ունի մաքսային բրոկերական ընկերություն ու բան է անում, տենց փող է աշխատում, էլ իր բրոկերական ընկերությանը պասեր է տալի։ Ու առհասարակ այն մարդիկ, ովքեր որ չեն դիմում իր բրոկերական ընկերությանը, շատ ծանր պատժվում են մեծ մաքսատուրքերի վրա։ Ու նաև մեր ցուցակի 122-րդ համարի մասին, որ խոսում եք, հարգելի գործընկերներ, խնդրում եմ եկեք ասեք այդ մարդու ենթակայության տակ ինչ է եղել։ Եղել է որևէ մաքսատուն, եղել է որևէ մաքսակետ, ինչ է եղել։ Եկեք դա բացատրեք եւ ես հասկանամ դա։ Իդեպ ընդհանրապես խնդիր չեմ տեսնում, եթե այստեղ նստած մեզնից յուրաքանչյուրի մասով, էլի ինչ ունեք ու ինչ գտնեք։ Ստեղից մի անգամ չի որ հայտարարել, ասեմ գտեք։ Իմ
պաշտոնական օրենքով հաստատված եկամուտներից 1000 դրամ ավել, ամենավերջին պատասխանատվությունը պատրաստ եմ կրել։ Իսկ դուք Հարգելի գործընկերներ, առաջարկում եմ եւս մեկ շատ կարևոր հարց քննարկել մեր արտաքին քաղաքականության առաջնահերթությունների վերաբերյալ մի հարց, որը բարձրացվեց այս դահլիճում, խոսքը վերաբերում է ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին։ Կարծում ենք պետք է այս հարցը ամենայն մանրամասնությամբ քննարկենք դա ընթերցումներից խուսափելու համար։ Շատերի մոտ տպավորություն է, թե ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգը միշտ եղել է Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական օրակարգում, դա այդպես չէ։ 91 թվականից մինչև 98 թվականը այդ հարցը չի եղել Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական օրակարգում։ Այդ ժամանակվա նախագահի ուղղակի որոշմամբ, ով այդ ժամանակվա սահմանադրությամբ իրականացնում էր Հայաստանի արտաքին քաղաքականությունը։ Հարցը մտել է արտաքին քաղաքական օրակարգ 98 թվականին ՄԱԿ-ում Ռոբերտ Քոչարյանի հայտնի ելույթից եւ հետո արդեն մյուս բոլոր հանդիպումներում, մյուս բոլոր բանակցություններում այդ խնդրանքը ներկայացվել է տարբեր միջազգային կազմակերպություններին, պետություններին, Հայաստանը խնդրել է տարբեր պետությունները, որ նրանք ճանաչեն հայոց ցեղասպանությունը։ Փաստը, դատապարտեն, որևէ տեսքով բանաձև, օրենք, որևէ այլ ձևաչափ։ Եվ հիմա կրկին, ինչպես պարոն Խանդանյանն ասեց, հիմա կրկին մենք կարծում ենք, որ այդ հարցը չպիտի լինի Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական օրակարգում։ Բայց ես ուզում եմ մի վիճակագրություն ներկայացնել։ Այս 35 տարիների ընթացքում եւ դրանից էլ առաջ, եթե սովետական միության շրջանում էլ մի քանի պետություն էլի ճանաչել է, Ուրուգվայը, Կիպրոսը, առաջին ճանաչումից եթե հաշվենք Ուրուգվայի կողմից ճանաչումից մինչև այսօր հայոց ցեղասպանությունը ճանաչել է մոտ 30 պետություն, մոտ 30 պետություն։ Եվ այն ժամանակ, երբ այդ հարցը Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում էր, եւ այն ժամանակ, երբ չէր։ Առաջին նախագահի ժամանակ ճանաչել է 6 պետություն, մեր իշխանության ժամանակ էլի ճանաչել է 6 պետություն, 3-ը, ինչպես ասացի, Կիպրոս, Ուրուգվայ եւ Եվրախորհրդարանը 87 թվականին ճանաչել է, երբ Հայաստանի Հանրապետությունը դեռ անկախ պետություն էլ չէր, հետեւաբար արտաքին քաղաքականություն էլ չէր վարում, այսինքն 30-ից 15-ը կեսը տեղի ունեցել այն ժամանակ, երբ այդ հարցը կամ չի եղել արտաքին քաղաքականության օրակարգում, կամ առաջնահերթ խնդիր չի եղել։ Եվ 15-ն էլ եղել է այն ժամանակ, երբ եղել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում, բոլոր պատեհ անպատեհ առիթներով, բոլոր զրույցի կետերում դա է գրված եղել, հենց մարդուն բարևել են միջազգային գործընկերոջը, հարցել են որպիսությունը, եւ առաջին հարցը եղել է ոչ զենք տվեք մեզ, ոչ մաքսատուրքից ազատեք, ոչ առևտուր, ոչ տեխնոլոգիա, ոչ գիտելիք, ոչ հմտություն, ցեղասպանություն ճանաչում բանաձև, խնդրում ենք։ Ինչ հետևություն մենք կարող ենք անել այս վիճակագրությունից։ Հետևությունը հետևյալն է, որ որևէ պետություն ցեղասպանությունը չի ճանաչել հենց Հայաստանի խնդրանքով։ Հայաստանի խնդրանքով չի, որ որևէ պետություն ճանաչում է հայոց ցեղասպանությունը։ Պետությունները հայոց ցեղասպանությունը ճանաչում են 3 հիմնական պատճառներով։ Պատճառ համար առաջին։ Եթե իսկապես կարծում են, որ հայոց ցեղասպանության ճանաչումը կարող է լինել ցեղասպանությունների կանխարգելման միջազգային մեխանիզմ։ Իսկապես կարծում են, Հայաստանը կխնդրի, Հայաստանը չի խնդրի։ Կարծում են, այդպես են կարծում, ըստ իրենց արտաքին քաղաքական օրակարգի, ըստ իրենց առաջնահերթությունների, ըստ իրենց շուրջ ծավալվող միջազգային զարգացումների։ Պատճառ համար մի րոպե, հարգելի գործընկերներ, խնդրում եմ դադարեցնել քննարկումները եւ լսել ամբիոնից ելույթ ունեցողին։ Պատճառ համար 2։ Եթե այդ պետություններից որևէ մեկում կա մեծ հայկական համայնք, բնականաբար քաղաքացիներ, բնականաբար ընտրողներ, որոնք պահանջում են, որոնք հիմնականում գիտեք, ցեղասպանության զոհերի ժառանգներն են, իրենց մաշկի վրա դա զգացած քաղաքացիներ են եւ իրենք ներկայացնում են այդ պահանջը իրենց կառավարություններին, այն պետությունների կառավարության, որի քաղաքացի որ իրենք են եւ այդ պետությունների կառավարությունը կարող են իրենց քաղաքացիների խնդրանքին ընդառաջելով ճանաչել հայոց ցեղասպանությունը։ Սա էլ է պատճառներից մեկը։ Եվ պատճառը 3, Թուրքիայի հետ ինչ-ինչ հարցեր
Պարզելու գործընթացում ինչ հարցեր։ Ինչպես բոլորովին վերջերս տեսանք Իսրայելի օրինակով։ Ես չեմ վախենալի սա ասել, եւ երբ բոլոր լրագրողները պաշարել էին Հայաստանի վարչապետին, ասում էին պահանջում էին, որ մի ինչ-որ դիրքորոշում ասի։ Հələ ոչ հարցը հասել էր վերջնական լուծման, ոչ բան, պահանջում էին, հետո երբ վարչապետը ասեց, որ չի կարծում, որ հայոց ցեղասպանության հարցը գործիքայնացնելը լավ գաղափար է, ասին, վայ չէ, այս ոնց եղավ, չողջունեց։ Հետո այնտեղ խոսացին Թուրքիա, Իսրայել, Ադրբեջան, ինչ-որ հարցեր պայմանավորվեցին, ինչ-որ բան տվեցին, ինչ-որ բան առան, մեզ հետ կապ չունեցող ընդհանրապես, մեզ հետ ընդհանրապես կապ չունեցող, Հայաստանի շահերի հետ կապ չունեցող ինչ-որ թեմաներ։ Տվեցին, առան, վերցրեցին, հարցը հետ քաշեցին, չէ՞, ճանաչումը տեղի չունեցավ։ Վաղը կարող է տեղի ունենա։ Կարող է եւ տեղի չունենա, բայց տեղի ունենա էլ, տեղի չունենա էլ, դա չի լինելու Հայաստանի Հանրապետության խնդրանքով։ Ինչպես որ նախորդ դեպքերում չի եղել Հայաստանի Հանրապետության խնդրանքով։ Բայց ինչ է բերել սա, ինչ է տվել սա Հայաստանի Հանրապետությանը մեկ այլ կողմից։ Եվ որևէ պետություն հայոց ցեղասպանությունը ճանաչել է Հայաստանի խնդրանքից հետո, կրկնում եմ, հետո, ոչ թե հետևանքով, այլ հետո։ Դա հնարավորություն է տվել այդ պետությանը ասել, որ գիտեք, ես ձեր խնդրանքով ճանաչեցի հայոց ցեղասպանությունը։ Եվ դա գրանցել մեր միջազգային հարաբերությունների հաշվեկշռում։ Եվ բնականաբար ակնկալել, որ մենք էլ իրենց որևէ խնդրանք պիտի կատարենք, ինչպես ընդունված է միջազգային հարաբերություններում, ու դա շատ նորմալ է։ Երբ որևէ մեկը կատարում է քո խնդրանքը որևէ հարցում, շատ նորմալ է, որ ինքն էլ պետք է ակնկալի, որ մի ուրիշ առիթով էլ դու պիտի կատարես իր խնդրանքը։ Մեկ չես կատարի, երկու չես կատարի, երրորդից արդեն կհասկանան, որ դու այդպես միայն խնդրող ես եւ իրենց խնդրանքը կատարող չես։ Այս սա է ամենամեծ խնդրեմը։ Այդ հարցը միջազգային արտաքին քաղաքականության օրակարգ մտցնելու հետ կապված։ Սա է ամենամեծ խնդրեմը, որովհետեւ դա դարձել է միջազգային առևտրի, քաղաքական առևտրի առարկա։ Ուզած թե չուզած, որովհետեւ միջազգային հարաբերություններում այն ամեն ինչը դրված է բանակցությունների սեղանին, առևտրի առարկա է։ Ոչ այն իմաստով, որ դա կարող ես ծախել, այլ այն իմաստով, որ դա կարող ես գնել։ Այսինքն դա կարող են քո վրա ծախել, կարող են քեզ վաճառել։ Այսինքն քո ուզածը քեզ տալ։ Եթե դա է քո ուզածը, դա են տալիս։ Եվ դա գրանցում են, որ տվեցին։ Հիմա քո հերթն է ինչ-որ բան տալու։ Ես լսում եի ծառնակաբերդում, այս ուրեմն հարցը մեր արտաքին քաղաքականության օրակարգ մտցած Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը, որտեղ լրագրողները հարցնում են իսկ պահանջատիրություն, նա ինչ է ասում։ Ասում է ճանաչման ուղղված ջանքեր գործադրել, բայց ճակերտները բաց, պահանջատիրությունը խնդրահարույց է եւ չպետք է անցնենք մի գիծ, որը իրատեսական չէ եւ խնդիրներ է առաջացնում։ Լսեցիք Տիկին Վարդանյան։ Պահանջատիրությունը իրատեսական չի։ Ճանաչելը իրատեսական է։ Հայաստանին հաշիվ ներկայացնելը, որ տեսակ ճանաչեցինք, դա իրատեսական է։ Թուրքիայի հետ փակ սահմանը, դա իրատեսական է, դա փակա հիմա, չիլնի։ Հա, բայց այդ պահանջատիրություն, չէ, դա կարմիր գիծ է պահանջատիրությունը, կներեք։ Իսկ այդ դեպքում ո՞րն է ճանաչման քաղաքականության վերջնանպատակը։ Կարա արդյոք լինի քաղաքականություն առանց վերջնանպատակի։ Կա արդյոք նման բան քաղաքականության մեջ, այդտեղ ուժեղ դիվանագետներ կան։ Կարա արդյոք մարդը անի մի բան աննպատակ, ասենք մի ռեսուրս ծախսի մի հարցի վրա, պարոն Ղազարյաններ, չէ՞ հարց տալ, ինչքան փող է ծախսվել հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացը սպասարկելու վրա։ Եվ ճանաչել 30 պետություն։ Եվ որնա վերջնանպատակը 30-ը, այսօր 30-ը լավ 100 տարի էլ շարունակեցինք, եղավ 130 պետություն։ 200 տարի շարունակեցինք, եղավ 198 պետություն, հանած Թուրքիան ու Ադրբեջանը։ Անցավ 150 տարի, բացի Թուրքիայից ու Ադրբեջանից, բոլորը ճանաչել են, բոլորը օրենքներ են ընդունել հայոց ցեղասպանության դատապարտման մասին, քրեականացրել են դրա երգումը, որնա դրա վերջնանպատակը եւ ինչ պետք է ստանա Հայաստանի Հանրապետությունը դրա արդյունքում։ Եթե դուք կասեք, որ հանրահռչակում
իրազեկում, ընկերներ բոլորը իրազեկված են։ Բոլորը իրազեկված են։ Չկա աշխարհում մի քիչ թե շատ նշանակալի քաղաքական գործիչ ու որոշում կայացնում, որ իրազեկված չի։ Կանխարգելում, կներեք դա կանխարգելման ամենաարդյունավետ գործիքը չի։ Ժամանակը սպառվեց։ Դուք ելույթ ունեք այդ ժամանակ, պարոն Եղոյան, ամփոփեք խնդրում եմ։ Ակնկալում եմ պատասխան այս հարցի վերաբերյալ, ոնց ենք մենք վարվելու այս հարցում, նաև միջխորհրդարանական վեհաժողովներում, որն է լինելու ձեր դիրքորոշումը, դե իրանց դիրքորոշումը գիտեմ, դժվար ինչ-որ բան ավելացնել, բայց հետաքրքիր կլինի լսել ձեր դիրքորոշումը, ինչ ենք անելու եւ ինչ նպատակով վերջում, ինչի հասնելու նպատակով։ Շնորհակալություն։ Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի փոխխոսնակ Հայկ Կոնջորյան, հարգելի փոխխոսնակ Վագն Ալեքսանյան, պարոն Վարդևանյան, ձեզ չեմ դիմում, որովհետև արդեն որերորդ անգամ լինելով ազգային ժողովի նախագահությունում դուք դուրս եք գալիս եւ էտիկետին համապատասխան նախագահության դիմելու փոխարեն չեք անում դա, լինելով նախագահությունում։ Դուք այդ հարգանքը չեք ցուցաբերում նախագահ Ռուբինյանի նկատմամբ, մյուս երկու փոխնախագահների նկատմամբ, այդ հարգանքը ցուցաբերում եք ինստիտուտի նկատմամբ, ինչը չեք անում։ Ընդ որում ձեր ելույթը ընտրվելուց հետո կես բերան չխոսեցիք այն կոնսենսուսի մասին, որը եղել է ձեր ընտրության դեպքում, որովհետև քաղաքացիական պայմանագիրի եթե ձեզ ձայն չտար բավարար, դուք այդտեղ չէիք հայտնվելու։ Եվ մենք դա արել ենք ընդդիմության հետ նորմալ միջավայրում աշխատելու համար։ Եվ ես կոչ եմ անում, որպեսզի այս քայլերը գնահատվեն եւ գնահատվի առհասարակ են համաձայնության հիմնականում համաձայնության մթնոլորտը, որ կա, որի մասին շատ խոսել ենք։ Մի բանի մասին էլ եմ ուզում խոսել։ Երեք Լիաննա Գասպարյանը կարծեմ Տիկին Ռոզալիայի մասին խոսեց եւ երջանիկ պատահականությամբ դրա մասին խոսեց Մարիա Զախարովան։ Եվ երբ որ մենք մետաձիշկաների մասին ենք խոսում, հենց սրա մասին ենք խոսում։ Սրանք պատահականություններ չեն, հարգելի գործընկերներ, ընդ որում Ռոզալիա ասելիս առնվազն ազգանունը ասեք կամ ասեք Տիկին Ռոզալիա, որովհետև պատերազմի վետերան է եւ 103 տարեկան է այդ կինը։ Հիմա գանք բուն թեմային։ Քննարկում ենք Հայկ Ֆարմանյանի տեխնացությունը ֆինանսա-բյուջետային հանձնաժողովի նախագահի պաշտոնում։ Պարոն Ֆարմանյանը իր ելույթում ասեց, որ ինքը պատրաստ է բաց ճակատով խոսել ամեն ինչից, բայց էլի այս բարձր ամբիոնից չեղավ բավարար ազնիվ հարցերին պատասխանելու դեպքում։ Պարոն Ֆարմանյանին հարցնում ես, ասում ես, այս FH ընկերությունը ո՞նց է այդպես պատահականությամբ համընկել ձեր անվան առաջին երկու տառերի հետ, անվան ազգանվան FH անգլերենից Ֆարմանյան Հայկ։ Ասում է դե այտենց ձեր երևակայությունն է։ F-ը ոնց որ finance է, այն H-ը չեմ հիշում ինչ է։ Տիկին Ծովինար Վարդանյանը հարցնում է, լավ, մի հատ էլ ընկերություն կա, FHL։ Դա էլ ոնց որ ձեր անուն, ազգանուն, հայրանունն է, ասում է, հա, էդի ես եմ։ Այդպես պատահականություններ լինում են, հա, ոնց որ բնության մեջ, ընդ որում երջանիկ պատահականությամբ այդ ընկերությունից պարոն Ֆարմանյանը չգիտես ոնց, այսինքն գիտենք ոնց այդ սխեմաները կան, նվազագույն աշխատավարձ է ստացել եւ մի հսկայական փոխառություն։ Երևի որ մենք բոլորով գնանք փոխառություն ուզենք, այդ ընկերությունը բոլորից 0%-ով փոխառություններ կտա, անհայտ ժամկետով, թե երբ պետքա դրանք վերադարձնենք։ Եվ պարոն Մեսրոպ Մանուկյանն եմ ուզում դիմել, ստեղ չի։ Գևորգ Սաղայանի մասին խոսեց, Արմեն Սաքապետյանի մասին խոսեց,
Եթե խնդրեմ եք տեսել սաղային դեպքում, մենք խնդրեմ չունենք։ Դիմեք դատախազություն, եթե ունեք այդքան խիզախություն։ Այս դեպքով էլ պարոն Ֆարմանյանի ես որոշակի խնդիրներ եմ տեսնում եւ իրավաբանների հետ խորհրդակցելուց հետո ամենայն հավանականությամբ իրավապահների կդիմեմ, բայց մի հատ պետքա խորհրդակցեմ, տեսնեմ այդտեղ ինչ խնդրեմ կա, հա մեկ է Սաքապետյանի մասին որ խոսեց, ասում եմ, այ նայեք, Արմեն, ես չէի ուզում այս մարդկանց անունները տալ։ Այ նայեք, Սաքապետյանը խոսեց բանկային գաղտնիքի մասին, դրա համար իր դեմ ապօրինի գույքի հոդվածով գործ հարուցեցին։ Սաղոյանը գլխարկ դրեց, իր դեմ գործ չհարուցեցին։ Ես որքան տեղեկացված եմ, այս Սաքապետյանի դեմ ամիսներ թե տարիներ առաջ է հարուցվել այդ ապօրինի գույքով գործ։ Սաքապետյանը մի քանի օր առաջ է խոսել բանկային գաղտնիքի մասին։ Եվ կարծում եմ, որ բավարար լրջություն է պետք ցուցաբերել այս ամբիոնի մոտ դուրս գալուց եւ խոսելիս։ Պարոն Ֆարմանյան, ես երեք ճիշտն ասած ընդմիջմանը ձեզ հետ ուզում էի խոսել նաեւ հավատարմագրային կառավարման մասին, որովհետեւ ես գիտեմ, որ ի պաշտոն է, դուք ձեռնարկատիրական գործունեությամբ իրավունք չունեիք զբաղվելու։ Եվ այդ ընկերությունները պետք է հավատարմագրային կառավարման տրված լինեն, դուք խուսափեցիք այդ պատասխանից, ստեղ էլ չպատասխանեցիք, արագ հեռացաք, իմիջիալոց այդ արագ հեռանալուց մասին, էլի։ Երեք արևի խավարում էր եւ աստղագիտական լայն նյութ կա մասնագետների համար ուսումնասիրելու, բայց կարծում եմ պարոն Ֆարմանյանի կարծիքի փոփոխությունը այն արագությամբ, որ երեք տեղի ունեցավ, նույնպես գիտնականների ուսումնասիրության լուրջ նյութ է, որովհետև 5 րոպե առաջ, կես ժամ առաջ ստեղ ասում էր, որ ապօրինի գույքի օրենքը ականա մեր պետության տակ, մեկ էլ եկավ մեմ էր դարել երեք, տեսել եմ շորթերով YouTube-ում գնում է, ոնց է պարոն Ֆարմանյան ասում, այո, թալանը պետք է վերադարձնել։ Թալանը պետք է վերադարձնել։ Ռուբինյանի դիտարկումներն էր այտենց շատ տեղին, որ ասում էր մնում է պարզենք, թե ումից պետք է վերադարձնել։ Թրիփի մասին նույն լուսային արագությամբ փոխվեց կարծիքը եւ հանգարց միջանցքը դարձավ ճանապարհ։ Էլ ինչի մասին այտենց արագ փոխվեց կարծիքը։ Հիմնականում ասեցի, հարգելի գործընկերներ, երբ որ մենք այստեղ որոշակի կապերի մասին ենք խոսում, մենք այստեղ պարզապես պատգամավոր չենք ընտրում, էլի, որտեղ դուք ընտրվել եք, մենք հանձնաժողովի նախագահ ենք ընտրում։ Եվ այդ կապերը եւ քաղաքական անցյալը շատ կարեւոր է։ Երբ որ Քոչարյանի հետ ձեր կապերի մասին ենք խոսում, դա պատահական չի, դա ձեր արժեհամակարգի մասին է խոսում։ Ձեր արժեհամակարգի, խնդրում եմ, որ գաք այստեղ, նաեւ օրինակ խոսեք Սերժ Սարգսյանի ընտանիքի հետ ձեր կապերի մասին։ Օրինակ գաք այստեղ խոսեք Վարդան Հարությունյանի, Գազի Վարդանի ձեր կապերի մասին։ Սրանք այտենց պատահական կապեր չեն, էլի, սրանք կանոններ են, որոնք խոսում են մարդու կենսագրության մասին եւ մարդու արժեհամակարգի մասին, եւ երբ որ մենք ֆինանսա-բյուջետային հանձնաժողովի նախագահ ենք ընտրում, այդ մարդը պետքա համապատասխանի այդ պաշտոնին։ Երեք խոսեցիք հայրերի պատասխանատվության մասին։ Ես այս թեման էլ չէի ուզում բացել, բայց եթե բացել եք, ձեր տեխնացության առաջադրմամբ մենք բանկային համակարգին ինչ մեսիջ ենք տալիս, որովհետև ձեր ֆինանսա-բյուջետային հանձնաժողովը, որի նախագահին հավակնում եք, բանկերի հետ բավականին լուրջ առնչություն ունի։ Կարող է պիրամիդաների, ֆինանսական բուրգերի, համակարգերի մեսիջ ենք տալիս մենք բանկերին։ Հարգելի գործընկերներ, ես կարծում եմ, որ երեք քանի որ շատ խոսվեց նաև ժամանակ ունեմ եկեղեցու հարկման մասին,
եւ հետո անդիմադիր մամուլը բավականին խեղաթյուրել էր իմ գործընկեր Թագոյի Ղազարյանի ասածները, մենք ինչ ենք ասել եկեղեցու հարկման հետ կապված։ Ասել ենք, որ մենք ստեղ ստվեր ենք տեսնում։ Եկեք այն ամբողջ շրջանառությունը, որ դուք ունեք, ուղիղ առաջարկել ենք 18-19 թվականից։ Ցույց տվեք այդ շրջանառությունը, համապատասխան Հայաստանի Հանրապետության օրենքների, այդ հարկերը վճարեք, մենք ամբողջությամբ եւ մի բան էլ ավել, այդ հարկերը վերադարձնենք եկեղեցուն։ Ինչ վատ բան ենք ասում։ Ինչի չեն անում։ Որովհետեւ ստվերից չեն ուզում ազատվեն։ Չեն ուզում ազատվեն։ Էս է խնդիրը։ Եվ վերջում, պարոն Ֆարմանյան, ես կարծում եմ, որ դուք բարեհաջող տապալեցիք ձեր տեխնացությունը, ազատ եք, շնորհակալություն։ Մեծարգո նախագահ, հարգելի փոխոսնակներ, հարգելի գործընկերներ, սիրելի քաղաքացիներ։ Քննարկում ենք ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեխնացիան հարցը, տեխնացուի հարցը, որտեղ ուժեղ Հայաստան խմբակցությունը առաջադրել է Հայկ Ֆարմանյանի տեխնացությունը։ Պարոն Ֆարմանյան, երեք ձեր կենսագրություն ներկայացնելիս նշվեց, որ դուք երկար տարիներ, այն է 2006-ից 2019 գրեթե թվականները զբաղեցրել եք պետական պաշտոններ եւ մասնավորապես ՊԵԿ-ում եք աշխատել։ Եվ նաեւ կենսագրությունից պարզ դարձավ, որ 18 տարին բոլորելուն պես բացվել է մի կազմակերպություն Արչին Բրոկ անվան, որը որ տնօրինել եք դուք եւ որը այսպես ասած շատ հետաքրքիր պատահականությամբ սկսել է զբաղվել մաքսային ծառայությունների մատուցմամբ հենց այն ժամանակ, երբ դուք աշխատել եք մաքսային ծառայությունում։ Ընդհանուր առմամբ ըստ մաքսային իրավական ակտերի դուք իրավունք չունեիք զբաղվել ձեռնարկատիրությամբ։ Եվ ինչպես պարոն Հարությունյանը նշեց, եւ եթե հիմա օրինակ եմ ասում իրավապահները պարզեն, որ այդտեղ խախտում կա, մենք կունենանք հերթական քաղ բանտարկյալը, հարգելի քաղաքացիներ։ Եվ ես երեք ձեզ նույնիսկ իրավական մասով հարցը չէի տալի։ Ես ասում էի, որպես հանձնաժողովի այսինքն նախագահի տեխնացու, այդ շրջանակում, լավ դուք բարևարկության դրա շրջանակում, դուք շահերի բախում չեք տեսել այդտեղ։ Ավելին, դուք պնդում եք, որ 2024 թվականից այլևս ընդհանրապես կապ չունեք այդ կազմակերպության հետ։ Եվ ինչպես նշվեց, այդ կազմակերպությունը ձեզ նախորդ տարի 40 միլիոն դրամի փոխառություն է տվել։ Եվ դա էլ մի կողմ, 2025 թվականի նոյեմբերին այդ կազմակերպությունը մասնակցել է գնումների, որտեղ որպես կոնտակտ նշված է Ֆարմանյան 80 mail.ru։ Ձեզ հարցնում են փոխառության մասին, դուք ասում եք առևտրային գաղտնիք է, պարոն Ֆարմանյան մի ընդհատեք։ Հարգելի գործընկեր, դուք այլևս ազգային ժողովի падգամավոր եք, որը չի կարող գաղտնիքներին հղում անել։ Չնայած ձեր խմբակցությունը այստեղ գաղտնի պլանի արդյունքում է, չէ՞, ինչ որ գաղտնի պլանով եք հայտնվել։ Ես մի անգամ ասել էի, որ այս ամբիոնը կախարդական ուժ ունի բոլոր ճշմարտությունները բացահայտելու։ Ձեզ հարց են տալիս, ասում են դուք նկատել եք համակարգային կոռուպցիա, ասում եք շենքը կար, բայց այս շինարարներին չեմ տեսել, չգիտեմ։ Այնինչ դուք աշխատել եք հարկային մարմինների համալիր ստուգումների բաժնի պետ, չնայած ձեր երիտասարդ տարիքին, որը ձեր ուղիղ պարտականությունն էր հայտնաբերել այդ կոռուպցիան, որտեղ է, դուք ասում եք ես չգիտեմ։ Այս իրավիճակը, հարգելի գործընկերներ, ինձ վստահություն չի ներշնչում։ Պարոն Կարապետյան, ձեր առաջադրած տեխնացուն ինքնիշխանության Հայաստանի ինքնիշխանության մասին հեգնանքով է արտահայտվում եւ այս ամբիոնից եւ իր գրառումներում ճակերտների մեջ վերցնելով ամեն անգամ ինքնիշխանության հարցը։ Դուք չեք ընդունում այս քարտեզը, որովհետեւ իրական Հայաստանի կոնցեպտը ենթադրում է, իսկապես ենթադրում է հանրային շահի հետևից գնալու կոնցեպտ, այո, դա մեր հանրության բարեկեցության մասին է։ Եվ դուք ասում եք, որ եկեք նախկիններից չխոսենք, եկեք նախկիններից չխոսենք։ Դա անհնար է, որովհետև այդ նախկինների ժառանգության երկու տարբեր բևեռներում ենք մենք գտնվում։ Մենք ժառանգել ենք այդ նախկինների, այսպես ասած,
հետևանքները, իրանց գործունեության հետևանքը, դուք իրանց բարեկեցությունն եք ժառանգել, որի համար էլ հենց այստեղ նստած եք։ Եվ երբ դուք խոսում եք հանրային ֆինանսների, հանրային շահի եւ այլնի պաշտպանությունից, կներեք, դա ինձ վստահություն չի ներշնչում։ Այդ բանավեճ է իրական Հայաստանի սահմանների։ Հիմա հետսովետական տարբեր երկրներում դա բացված է։ Որոշ տեղեր դա նույնիսկ հասել է պատերազմների։ Բայց ինչն է այստեղ կոնցեպտուալ, որտեղ է տարբերությունը։ Տարբերությունը այն է, որ երկու կոնցեպտ է՝ լինել մեկի մաս կամ լինել ամբողջի մաս։ Հիմա այն գաղափարախոսությունը, որը դրված է իրական Հայաստանի տակ, այն է լինել ամբողջի մաս եւ գնալ հանրային շահի հետևից։ Հակասում է ձեր շահին, որովհետեւ այդ մեկի մաս լինելը ենթադրում է օլիգարխների, արտոնյալների նման համակարգ է ենթադրում, որն էլ սպասարկել եք եւ գուցե սպասարկում եք մինչ այսօր։ Եվ այո, այստեղ մենք հակասություն ունենք, հարգելիներս։ Ու զավեշտ է, երբ ասում եք մի եղեք նախկինների պես։ Սելը ճռռալու տեղը սել որն է ճռռում։ Ավելին ասեմ, հասել է նրան, որ իրական Հայաստանի կոնցեպտը քաղաքացիների բարեկեցության մասով անդիմադիր որոշ գործիչներ հասցնում են նրան, թե բանա, այս ուր եք նվաստացրել, նսեմացրել եք Հայաստանի քաղաքացիներին, առաջարկում եք բարեկեցություն, մի փոր հացի մակարդակի եք նվազեցրել հայրենասիրությունը։ Այո, իհարկե, հարգելի քաղաքացիներ, ձեզ վսեմը, այդ նսեմ բաներից իրենք կխոսեն, բարեկեցություն բան, ձեզ տենց բաներ պետք չի։ Դուք զբաղվեք ավելի կարևոր գործերով, հայրենասիրություն, սահմանների փնտրտուք, չգիտեմ ինչ։ Գիտեք ինչ եք դուք ձեր կուսակցությունը անվանել ուժեղ Հայաստան, որտեղ դուք ձեզ եք իդենտիֆիկացնում ուժեղի հետ։ Դուք ոչ թե Հայաստանի մասին եք դա ասել, դուք ձեր մասին եք դա ասել։ Դուք ձեր առաջնորդի մասին ասում եք, մեզ պետք է ուժեղ առաջնորդ, կուշտ առաջնորդ։ Ինչի՞ ձեր փորը փորաժողովրդի փորը փոր չի։ Եվ հիմա, պարոն Ֆարմանյան, դուք ինձ ուզում եք համոզել, որ հանրային շահի պաշտպանության նպատակով ուզում եք զբաղեցնել մի պաշտոն, որը այդ հանձնաժողովը համակարգում է ողջ բանկային համակարգը, հաշվեկնիչ պալատը, ֆինանսական, հարկային բոլոր կարգավորումները, ինչու՞ չէ մաքսային ձեր սիրած կարգավորումները։ Եվ մի բան էլ, երբ ասում եք բյուջեն հանրային է եւ այլն վերահսկողություն բան, եկեղեցին հանրային չի, եկեղեցին ժողովրդին չի պատկանում, երբ հարց են տալի, ասում եք դա ներսի գործ է, այդ ինչ ներսի գործ է, ներողություն, այդ ինչ մութ տեղ է, որ կարող է լույս սվառենք պարզվի այնտեղ ինչ որ լվացկա տունա փողերի, հարցեր, որոնք չի կարելի տալ, չկա տենց բան, ժողովուրդն է ընտրել իշխանություն եւ իշխանությունը պարտավոր է տալ այդ հարցերը։ Եվ հիմա երբ դուք մանտրայի պես կրկնում եք մեր թեզերը, եթե ժամանակ կա, լավ, այս կասեմ, երբ մանտրայի պես կրկնում եք մեր թեզերը, խաղաղություն, ապա շրջափակում, դիվերսիֆիկացիա, բան, տպավորությունը, ոնց որ մեր թիմից մարդիկ են ստեղ կանգնած խոսում։ Դուք մերժում եք, ինչի է դա կեղծ հնչում, որովհետև դուք դրա ակունքն եք մերժում։ Դուք մերժում եք ժողովրդավարությունը, եւ դուք ձեր գրառման մեջ նաեւ, պարոն Ֆարմանյան, ասում եք, որ ձեզ вообще ասում եք, ապա շրջափակում բան, դուք գործոն չեք։ Նենց բաներ եք խոսում, ոնց որ Հայաստանը գործոն է։ Քանի դուք եք իշխանության Հայաստան չի գնալու, այ կապիտուլյանտ, այսպես բաներ եք ասում դուք։ Դուք հիմա եկել եք այստեղ թրիփից, ես իմ ապա շրջափակումից մի քիչ մտահոգություն ունեմ, պարոն Ֆարմանյան, կներեք իհարկե, բայց այս ամենն ինձ վստահություն չի ներշնչում, որովհետև այո դուք մերժում եք այն ակունքը, այն է ժողովրդավարությունը, այն է թավշյա հեղափոխությունը, որը բացել է ճանապարհը թրիփի, ապա շրջափակման եւ մնացածի համար։ Շնորհակալություն այսքանը։ Մեծարգո փոխոսնակներ, հարգելի գործընկերներ, ուզում եմ անդրադառնալ այն հարցին, որը մնաց անպատասխան առաջին հերթին,
թե որքան գումար է պետությունը ծախսել գործուղումների վրա եւ քանի լումայի օգուտ է տվել Սարգիս Խանդանյանը ազգային ժողովին եւ նաեւ Հայաստանի Հանրապետությանը։ Նախ ուզում եմ ասել, որ գործուղումները կազմում են ազգային ժողովի падգամավորի գործունեության մի մասը։ Որոշ падգամավորների մոտ ընդհանրապես գործուղումներով է պայմանավորված նրանց ամբողջ գործունեությունը եւ այդ մշակույթը մենք չենք ներդրել, այդպես եղել է միշտ։ Հիմա ինչ արդյունքների ենք մենք հասել։ Մենք հասել ենք այն արդյունքներին, որ Հայաստանի Հանրապետությունը այսօր խաղաղ, ազատ, անկախ եւ ժողովրդավար երկիր է։ Մենք հաստատել ենք ժողովրդավարությունն ու ամրապնդել ենք իր բոլոր բաղադրիչներով, այդ թվում եւ խոսքի ազատությամբ։ Ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է, պարոն Ղազարյան, որ օրինակ դուք վերակենդանացման բաժանմունքում լինելու փոխարեն գտնվում եք այս պահին ազգային ժողովի դահլիճում եւ այն էլ որպես падգամավոր։ Եվ կարծում եմ, որ դա մեր ձեռքբերումն է եւ դրանից ամենաշատը օրինակ պիտի գոհ լինեք հենց դուք։ Հասել ենք նրան այդ գործուղումների եւ բանակցությունների ու քննարկումների արդյունքում, որ մենք այսօր ոչ թե քննարկում ենք երբ կլինի պատերազմ, այլ քննարկում ենք երկաթուղի, երկաթուղու կառուցում, ատոմակայանի կառուցում, մեգանախագիծ թրիփը, փորձում ենք հասկանալ տնտեսական եւ անվտանգային առումներով որքան հաջող եւ որքան նպաստավոր կլինի այն Հայաստանի Հանրապետության համար։ Ահա թե մեր թե ազգային ժողովի թե կառավարության գործընկերների գործուղումները եւ դրա վրա ծախսված գումարները ինչ օգուտ են բերում Հայաստանի Հանրապետությանը եւ պետք չէ դրա մեջ դնել գոյութենական պայքարի ինչ որ էլեմենտներ։ Իդեպ գոյութենական պայքարի մասին Տիկին Գրիգորյանին ուղղված այսպես փոքրիկ անդրադարձ ունեմ։ Տիկին Գրիգորյան, 3 խմբակցության անունից ելույթի ժամանակ այստեղ խոսում էիք սահմանադրության, անկախության հռչակագրի հղում լինել չլինելու մասին եւ կարծես թե ճիշտ եմ չէ հիշում, որ ասացիք, որ ազգային ժողովի այսօրվա այս համամասնությունը փրկողակ է մեզ համար հետագա ինչ որ արհավիրքներից խուսափելու համար։ Ես ճիշտ եմ չէ հիշում, որ ձեր քաղաքական օրակարգը ոչ միայն ձեր, ընդհանրապես մեր խորհրդարանական ընդդիմության քաղաքական միակ եւ գլխավոր օրակարգը քաղաքացիական պայմանագրին իշխանությունից վտարելն էր։ Ինչ որ բան է փոխվել, թե չէ։ Մեկ ուզում էիք մեզ ոչնչացնել, հիմա փրկողակ եք մեզ առաջարկում, ծայրահեղությունների մեջ պետք չի ընկնել։ Մեզ ոչ պետք է ոչնչացնել, ոչ էլ պետք է փրկել։ Պետք է մեզ հետ միասին զրույցներ վարել եւ դրան մասնակից դարձնել ժողովրդին։ Հիմա ասեմ ինչու։ Եթե դուք այդքան վստահ եք, որ սահմանադրության փոփոխությանը դեմ է մի ամբողջ ժողովուրդ, դուք վստահ եք, դուք միշտ դրա մասին խոսում եք, տարբեր պիտակներ եք տալիս նոր սահմանադրությանը առանց քննարկելու։ Իսկ ավելի քաղաքականապես նպատակահարմար չէր լինի, արդյոք տայք այդ հնարավորությունը։ Քվեարկեինք բոլորով միասին հանրաքվեի օգտին, ժողովուրդն էլ թող իր խոսքը ասեր, չէ՞ որ դուք վստահ եք, որ բոլորը դեմ են։ Եվ այդպես քաղաքականապես մեզ ոչնչացնեիք։ Սա էլ ձեր վտարելու օրակարգի հրաշալի շանս է ձեզ համար ստեղծվել։ Բայց ոչ, գիտեք ինչու ոչ, որովհետև դուք չեք կարողանում համակերպվել ժողովրդի կամքի հետ հաշտվելու հետ։ Դա չկա, այդ օփշնը չկա։ Իսկ ավելի լավ չի լինի գանք այստեղ, մենք մեր տեսանկյունը հայտնենք, դուք ձեր տեսանկյունը հայտնեք։ Ինչու է հղում տրվել անկախության հռչակագիրը պատմական փաստաթուղթ է։ Որևէ մեկը դրան չի ուրանում եւ այն լինելու է մեր պատմության մեջ հավերժ, որքան որ գոյություն ունի հայ ժողովուրդը։ Բայց տեխնիկապես մենք կարող ենք չէ քննարկել, որովհետեւ ժողովուրդն էլ ոչինչ չի հասկանում ժամանակ առ ժամանակ եւ տեսականորեն կարող է լինել նաեւ մեզ լոյալ քաղաքացի, որը գոհ է մեր կառավարության ծրագրերից, ապահովագրությունից եւ մնացածից, բայց այդ մասը չի կարողանում հասկանալ, լավ է սահմանադրության փոփոխությունը, թե ոչ։ Եկեք, մեկնաբանեք, ժողովուրդը թող որոշի, ոչ թե հպարտանալ, չարախնդալ, այդ տեսակ դուք վերջապես սահմանադրական մեծամասնություն չունեք, դուք հանրաքվե անելու հնարավորություն չեք ունենալու, ժողովուրդն էլ իր խոսքը չի ասելու, հպարտանալու բան այդտեղ չեմ տեսնում։ Ես առաջարկում եմ վերանայել ձեր մոտեցումները եւ եթե այդքան դուք վստահ եք ձեր քաղաքական մտքի եւ ձեր նպատակների մեջ, ապա ելի ինչպես միշտ հնարավորություն տանք մենք ժողովրդին։ Այսքանը շնորհակալություն։ Հա, չէ, ներողություն։ Պարոն Խանդանյանի վերաբերյալ, որովհետև ելույթները իհարկե նրան են ուղղված։ Ինչպես նշեցի, այո, մենք վերջին տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության միջազգային վարկանիշը բարձրացրել ենք։
Մեզ հետ հաշվի է նստում ամբողջ աշխարհը, մեզ հետ քննարկում են տարբեր ծրագրեր։ Եվ այո, հպարտությամբ պիտի ասեմ, որ դա մեր բոլոր գործընկերների աշխատանքի արդյունքն է։ Այդ գործուղումների, բանակցությունների մեր գիշեր ու զօր կատարած աշխատանքի արդյունքն է, եւ նաեւ այդ աշխատանքի մեջ իր շատ մեծ դեր ունի պարոն Խանդանյանը, եւ ես վստահ եմ, որ հենց նույն տեմպերով էլ շարունակելու է նա աշխատել, հաջողություններ եմ ձեզ մաղթում, պարոն Խանդանյան, եւ վստահ եմ, որ մեծ հպարտությամբ եւս 5 տարի մենք կարողանալու ենք այդ բանակցությունների եւ այս ամենակարևոր փուլը մեր կյանքում հաջողությամբ պսակել եւ մեր ժողովուրդն էլ գոհ է լինելու այն բոլոր մեգա նախագծերից, որոնք առջևում իդեպ սպասվում են Հայաստանի Հանրապետությունում իրականություն դառնալու։ Շնորհակալություն։ Հարգելի գործընկերներ, իհարկե Ուժեղ Հայաստանը ներկայացրել է ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի տեխնացու Հայկ Ֆարմանյանին, թեև նախաբան որպես ասեմ, ցավում եմ, որ ձեր խմբակցության ելույթներում գեթ մեկ ելույթ չհնջեց, չլսեցինք, որպես արժանի տեխնացու որևէ կերպ չլսեցինք այդ ելույթները, այլ հակառակը լսեցինք, չգիտեմ, թե ինչ ծախսեր են արվել Կոնդի առանձնատանը մոլի եւ բոմբորի համար, ցավում եմ, համեմատության համար իսկապես ցավում եմ։ Պարոն Ֆարմանյան, դուք ներկայացնում եք Ուժեղ Հայաստանը, բայց 21 թվականին ներկայացրել եք Մեկ Հայաստան կուսակցության քաղխորհրդի անդամ եք եղել եւ այս ամբիոնից երեք ասում եք չեմ էլ հիշում այդ կուսակցությունը ընդհանրապես գրանցվել է թե ոչ։ Ես նայում եմ ձեր հայտարարությունները, նայում եմ ձեր հարցազրույցները, դուք ներկայացնում եք Մեկ Հայաստան կուսակցության անդամ որպես եւ տնտեսական վերլուծություն եք անում։ Եվ ինչ եք խոսում այդ տարիներին։ Մեզանից եք խոսում եք, որ մենք կապիտուլանտ ենք, թրքասեր ենք, տարածքային կոմունիկացիաների բացման վերաբերել այնպիսի վատատեսական հայտարարություններ եք անում, որ ես երեք զարմացել եմ, որ այստեղ ասում եք, այո, բյուջեն եռապատկվել է, այո, մաքսայինում բոլոր բարեփոխումները դեպի լավն են գնացել, ինչ որ բան է փոխվել այս ընթացքում, շատ լավ են վերաբերվում եւ կարեւոր է լսել դա ձեզանից։ Ասում եք 20 թվականին ասում եք, թե երկրի ակտիվները սպառվում են, երկիրը հեսա կլուծարվի։ 21-ի ընտրություններից առաջ դուք Ռոբերտ Քոչյանի գովքն եք անում։ Իր անուրալի վաստակից եք խոսում։ Այսօր նստած եք այս խմբակցության աթոռներից մեկին եւ Սամվել Կարապետյանի գովքն եք անում։ Իսկ կարող է 2018-ից երբ համակարգից չհեռանայք, նաև Նիկոլ Փաշինյանի գովքը անեք, չի բացառվում։ Սա է ձեր իրական քաղաքական դեմքը եւ արժե համակարգը։ Իդեպ, երեք լսեցին կարծիքներ, երբ թրիփի մասին էինք կարծիքներ կար, դուք ձեր խմբակցության մեջ իրարամերժ կարծիքներ ունեք։ Խմբակցության ղեկավարը հայտարարում է թրիփը միջանց չէ ճանապարհը, դուք ասում եք չէ։ Մենք դեմ ենք նաև ապօրինի գույքի հետ կապված բաներում եք այլ կարծիքներ ունեք։ Հիմա ձեր հայտարարությունից տպավորությունը դեմ եք տնտեսության դիվերսիֆիկացմանը։ Մեր քաղաքականության առանցքային սկզբունքն է տնտեսության, արտահանման ուղիների, տրանսպորտային հանգույցների եւ էներգետիկ համակարգի դիվերսիֆիկացումը, որտեղ դա մեր պետական իշխանության եւ տնտեսական անվտանգության հիմքն է։ Դիվերսիֆիկացում նշանակում է պաշտպանել հայ տնտեսվարողին եւ արտահանողին, որպեսզի մեկ անցակետի փակելով մեկ ամբողջ տնտեսություն կանգ չառնի։ Իսկ դուք փաստորեն կողմ եք մեկ ուղությունից կամ մեկ երկրից վտանգավոր կախվածության պահպանումը։ Սա է ձեր մասնագիտական ու պետական մոտեցումը։ Ապօրինի գույքի մասում ասում եք դեմ եք խմբակցության, դե էլի իրարամերժ կարծիքներ են քշում, որտեղ ձեր խմբակցությունը եւ ձեր կուսակցությունը մեկ մարդու որոշմամբ կազմված, ձևավորված կուսակցություն է։ Մենք ականատես եղանք այստեղ գալուց առաջ, որ մեկ օրում ամբողջ ցուցակը կիսվեց կեսը դարձավ, որտեվ այդ անձն է որոշում, մեկ հոգի է որոշում, ով մնա ցուցակում, ով չէ եւ ինչպես կազմավորվի ձեր ցուցակը։ Եվ անգամ դուք երեք լրագրողի հարցինի պատասխան ասում եք անակնկալի եկա, երբ հայտարարեցի, որ ես եմ լինելու տեխնացում, շատ տարօրինակ է։
Այս այն դեպքում այս մեջբերում ինչի եմ անում, որ այստեղ ձեզ հարցեր է հնչում, դիմում եք այս կողմ ասում եք, մի հատ ձեր ցուցակը նայեք։ Հա, նայել ենք մեր ցուցակը։ Պարոն Մանուկյանն եկավ անունը տվեց։ Բա դուք ինչի եք վախենում, պարոն Սաղոյանի անունը տայեք։ Կաշկանդվածություն ունեք, թե ընկճված եք։ Եվ առանձնակի բերկրանքով իհարկե այդ անունը այստեղից հնչեց, ինչի համար վախ եմ։ Կարծում եմ ֆինանսավարական եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահը նախ եւ առաջ մասնագիտորեն պետք է համապատասխանի այդ պաշտոնից։ Դուք այստեղից խոսում եք պետական պարտքից։ Միայն անվանական թվերով։ Խնդրում եմ, սա առանձնացրեք։ Դուք պետական պարտքից ուրճացրած խոսույթ եք այստեղ գենարացնում անվանական թվերով։ Նախընտրական քարոզարշավին ուժեղ Հայաստանը անդադ խոսում է պետական պարտքից։ Տեսեք ինչ վատ է պարտքի տակ ենք խրված, չգիտեմ, սրտաճմլիկ վիդեոներ եք դնում երկուամսական երեխաների վրա, գրում եք, սա Նարեն է, նա երկուամսական է, չգիտի, որ արդեն 1,655,000 պարտք ունի։ Պարոն Կարապետյան, ինչ եք կրկնում նույն բանը։ Այդ գաղափարի խորհրդատուն, եթե պարոն Ֆարմանյանն է, ուզում եմ ասեմ, որ դուք ձախողված եւ էժանագին քարոզություն եք արել։ Այս ամբողջ ընթացքում բազմաթիվ անգամ անդրադարձել եմ ձեր բոլոր հնչեցրած ապատեղեկատվություններին։ Ոչ ոք ձեզնից չի խոսում պարտքնա հարաբերակցությունից։ Որևէ մեկը չի խոսում։ Մեկ անձի հաշվով պարտքը բաժանելիս չեք ասում, թե որքանն է մեկ շնչին ընկնող ՀՆ-ն։ Քաղաքականապես գուցե հասկանամ, որ կիսատ-պրատ տեղեկատվություն եք տալիս մարդկանց մոլորեցնելու, ձայն կորզելու համար, բայց մասնագիտական առումով սա ինձ համար անընդունելի ձեռագիր է։ Իսկ այդ պարտքը, որ վերցրել ենք, եթե ձևավորվել է, ֆինանսավորվել են կապիտալ ծախսեր, դպրոցներ, մանկապարտեզներ, ճանապարհներ, ջրամբարներ, որը հետագայում կրկին հնայի աճ է ապահովելու։ Սա մասնագիտական չիմացության, թե չգիտեմ, գիտակցված նաև ապատեղեկատվության մասին է ձեր խոսում։ Էլ չասեմ, որ դա ես չեմ ասում, որ պարտքնան 50% է եւ կառավարելի միջև 50% եւ կառավարելի մակարդակում է։ Դա միջազգային հեղինակավոր կառույցներն են այդ մասին ասում։ Դա ասում են Արժույթի միջազգային հիմնադրամը, Համաշխարհային բանկը, այդ ձեր կռիվը մասնագիտական դաշտից լրիվ դուրս է։ Այստեղ խոսեց նաեւ այո աղքատությունից։ Պարոն Աբրահամյան, իմ մոտ տպավորություն որ դրսում ինչ որ վիճակագրական առանձին սենյակ ունեք, այդտեղից վիճակագրություն եք բերում, որովհետև դուք վիճակագրական տվյալներ չեք ներկայացնում։ Մասնագիտական գնահատական չեք տալիս։ Էլի եմ կրկնում, ասել եմ, նորից եմ կրկնում, աղքատությունն ու ծայրահեղ աղքատությունը վերջին տվյալներով պատմական ամենացածր մակարդակում է, բայց դուք շարունակում եք խեղաթյուրել վիճակագրությունը, որքան էլ դա ձեզ հաճելի չէ, պետք է անընդհատ ասեմ, քանի նոր տվյալները չեն հրապարակվում։ Պարոն Ֆարմանյան, խոսեցիք AFH ընկերության, չգիտեմ, հարց հնչեցրեցի նվազագույն աշխատավարձ եք ստացել, փոխառություն եք ստացել, հետո դուք ինձ ասում եք, բա գիտեք, ես միամիտ եմ ստեղ կանգնած, ասում եք, ես ամեն ինչ ես հաշվի եմ առել, ամեն ինչ որ չուզենայի չէի գրի այդ հայտարարում, ես այդքան էլ միամիտ չեմ։ Հա, պարոն Ֆարմանյան, ճիշտ եք ասում, որովհետև ասում եք թղթերով ամեն ինչ նորմալ է, թղթերն է կարևոր, թղթերով ամեն ինչ նորմալ է։ Պեկում էլ են այդպես ճիշտ աշխատել, թղթերով ամեն ինչ դասավորված է եւ ճիշտ է։ Մաքսային բրոկերական ընկերություն ունենալ համատեղելով պաշտոնի հետ, փող կապակցվածություն, դուք այսօր այստեղ հերքում եք, ասում եք նման խնդիր չկա, բայց թղթերով ամեն ինչ նորմալ, կարևորը թղթերով նորմալ է։ Եվ այս ֆոնին խնդրում եմ ձեր արձագանքի ժամանակ ասեք նաև Norfolk ընկերությունից պատմեք, ինչ կապ կա իր հետ։ Նախ ասեմ, որ քաղաքացիական ամփոփելով խմբակցությունը դեռ քննարկելու է ձեր թեկնածությունը, ժամանակ ունենք քննարկելու։ Հանձնաժողովի առանցքային գործառույթը պետական բյուջեն ու դրա քննարկումներն են։ Ըստ իս հանձնաժողովը պետք է ղեկավարի այնպիսի մարդ, որը ունի պետական մտածողություն, մակրոտնտեսական խորը գիտելիքներ, բավարար կոմպետենտություն, ազնիվ մասնագիտական եւ քաղաքական
անցյալ։ Կարծում եմ նախկինում ասված ոչ մասնագիտական, ակնհայտ կեղծ թեզերը պետք է թողնենք դրսում, որպեսզի մենք էլ կարողանանք գնահատել նաև ձեր մասնագիտական ունակությունները։ Վերջում ավելացնեմ, ի տարբերություն ձեր սրտաճմլիկ տագնապալի հոլովակների, մենք կառուցում ենք մի երկիր, որտեղ մեր երեխաները, Նարեն եւ Նարեկը ապրելու են ազատ, անկախ, բարեկեցիկ Հայաստանում։ Շնորհակալ եմ։